Պայներքսեն thank you։ Անկան ուրախ եմ, որ մայր ունեմ, և մայրերը ոչ թե արժանի են մեկ օր պատվվելու, այլ ամեն օր շնորհակալության օգյով եկեղեցվին և ոչ թե որ thank you ասենք, և մեր մայրերը պետք է միշտ ուրախացնենք։ Մի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք մեր երկարաններու ետևի գտնված բաժնին մայրելու օրվա հատվածը խաթարս կերպով գարտանք և աղոտքով պիտի շարունակենք այս մեր պաշտամունքը։ Առաքինի գինը ով կրնա գտնել, անոր գինը քահաներեն շատ ավելի է, անոր էրգանը սիրտը անոր վրա է, վստահ է, ու ավարի գարոտ չլան, անիգա իր կյանքին բոլոր օրերու մեջ, անոր բարիք կբերե և ոչ թե չարիք։ Ուր կտան կապտել, ուզածը ձերքով ծրոտել, անիգա վաճարականին դավելու կրմանի և հաստ է հերու տեղե կբերե։ Անիգա կիշերով գել է, ու դանը մարդոցը կերագուր իր աղախիններուն բաժինը գուդա, արդիմը վրա գխորի ու զանիգա ծախու կարմե, և իր ձերքերուն բդուղեն այքի գդնգե։ Իր վասակին աղեքնալը կհասկնա, անոր ճրակը գիշերը չի մարիր, իր ձերքերը իլիգեն կերկսնե, ու աղովը ձերքը աղքատին գպանա, ու ձերքերը կարոտելուն կերկսնե։ Իր դանը մարդոցը համար ծույնեն չի վախնար, քանզի բոլոր ընտանիքը գրգին հանդերձ հակած են, իրեն ծածկոցներ գշին է, իր հանդերձը բեհեզ ու ծիրանի է։ Անոր այլը կճանցկրի, դղներուն մեջ, և երկին ծերուն է կդստի, կտար կգործեր ու կտախե, և վաճարականներուն գոդիներ կուտա, զորություն ու պար կհատի, ու վերջին օրերը պիտի ուրախնան։ Իր պերանը իմաստության կպանա, և իր լեզվին վրա քաղցության օրենք կա, իր դանը ճամպաները կկրնե, և զուլության հացը չուդե։ Անոր տղան կգելեն, զանիկա երանելի կամբանեն, անոր այլ զանիկա կգովե, ասելով, շատ աղջիկներ առաքելի եղան, այդտուն ամենեն երազանց եղան։ Վայնչությունը սուդ է, ու գեղեցկությունը ունայն է, սակայն դերոճմե բաղցո գինը պիտի կովվի։ Տվեք անոր իր ձերքին պտուղեն, ու անոր գործերը դրներուն մեջ գովեն զանիկա։ Զանիկա։ Առակած 31 համարահատուկ մայրերի համար Աստծո կողմից ոնց է ասած բոլորիս նվեր։ Ամեն աղոթքով շարունակենք սիրներ։ Փառք ենք տալիս քեզ Տեր մեր փրկիչ զորավոր Հայր, այս յուրահատուկ օրը Տեր իմ Աստված, տոնելով մեր մայրերի օրը, տոնելով իրենց հատուկ այս օրը, որ մենք բարձրացնում ենք իրեն քո ներկայությանը մեջ և խնդրելով քո օգնությունը առանձնապես։ Երկինքը բացես Տեր իմ Աստված և թապես այնքան, որ իրենք չեն կարող հավաքել այդ ամենը։ Այնպիսի օգնություններ, որ իրենք արժանի են ամեն իրենց կյանքի օրերը տան սույնը լինելով։ Փառք ենք տալիս քեզ Տեր իմ Աստված, մեր քույրերի, մայրերի համար, որ այս տան մեջ որպես սույն, որպես քո եկեղեցին պահող, եկեղեցի մեջ աղոթող սույներ են Տեր իմ Աստվածս։ Շնորհակալ ենք այսօրվա համար, որ բոլորովս հավաքված են քո տան մեջ փառաբանելու երկրպագելու քո սուրբ անունը։ Խնդրում եմ Տեր իմ Աստված բոլոր կարիքները, որ ծրարի մեջ ունենք դրած աղոթքով, հավատքով, խնդրում ենք որ Տեր իմ Աստված քո հոգումով դու ամեն մասակես կատարյալ, ամեն աղոթքներին դու պատասխանող Աստված ես քո ճիշտ ժամանակին։ Եվ այդ բոլորին մենք ասում ենք այո եւ ամեն Տեր քիչս։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված քո ներկայության համար այս տան մեջ վայելենք քո ներկայությունը եւ ինչ խոսք ունենք պատրաստված Տեր իմ Աստված թող հաճելի լինի
քո առաջնորդությամբ լինի Տեր իմ Աստված։ Մեր պատանիները, մեր երիտասարդները, մեր մանուկները Կիրակնորիայում Տեր իմ Աստված, օրհնես, զորացնես եւ ծառայողները մեր բոլոր Տեր իմ Աստված, քո տանը մեջ քեզ ենք փառք ու պատիվ տալու ծառայելով եւ Հայր իմ Աստվածս ամբողջ աշխարհով մեկ տոնելով Մարիորը հատուկ մենք բարձրացնում ենք մեր հայրենիքը, խնդրում ենք քո օրհնությունը, քո ապահովությունը շարունակ ու շարունակ լինի իրենց վրա։ Բոլոր հայերիս եւ բոլոր ժողովրդին, որ քեզ ավելի ու ավելի մոտենան, քեզ ճանաչեն եւ հասկանան այս կյանքի միտքը, նպատակը, որ մենք չենք եկել ուղղակի ապրելու, այլ եկել ենք քեզ ներկայացնելու այս աշխարհի մեջ։ Շնորհակալ ենք Հայր իմ Աստված այսօրվա այս պահի այս ժամի համար, հարցնելով քո ձեռքերիդ մեջ, բոլորս իրարու հետ ասում ենք ամեն։ Ամեն։ Շնորհավոր սիրելի մայրեր, ձեր տոնը Աստված ձեզ օգնի շատ եւ ձեր շնորհքը ավելացնի, որ հոգ եք տանում ձեր զավակներին, եկեղեցին։ Շնորհակալ ենք եւ փառք ենք տալի Աստծո ձեզ համար։ Եկեք միասին մեր Աստծուն պաշտենք, ինչպես մեր Տերը արժանի է եւ շարունակենք գեղեցիկ այսօր երգերը մայրերի նվիրված եւ միասնաբար վայելենք Տերոջը ներկայությունը։ Եկեք միասին Տեր պաշտենք, ու հալելույաներ բարձրացնենք։ Եկեք փառք տանք զորավոր ձայնով, փառք Տերոջ։ Եկեք միասին Տեր պաշտենք, ու հալելույաներ բարձրացնենք։ Եկեք եւ փառք տվենք զորավոր ձայնով, փառք Տերոջ։ Փառք Տերոջը գործերուն, փառք
ժողովրդի ամեն առավոտ իր ընտանիքի օրհնության եւ պաշտպանության համար։ Հաջորդ երգը երկարանը բացենք մեր Էլմաջան կարմիր գույնով ձեր աթոռների տակն է գտնվում թիվ 840-րդ երգը բացենք թիվ 840 840 Գեղեցիկ ամեն շենքեր եւ ինչ կա տար մեջ եւ սեր կա տար մեջ ով է սերը Տեր Հիսուս է սերը Yes.
Պիտի խնդրեմ, որ եղբայրները առջև կան, մեր ուտականը հավաքելու։ Աղոթենք։ Տեր Հիսուս, քեզ դանց փառք կտանք, որ դու մեր մեջ ներկա ես։ Փառք կտանք, որ դու մեզ հավիտենական սիրով սիրեցիր եւ հոժարեցար աշխարհ իջնել մարդու նման ապրիլ, որպեսզի դեր քու արինը տապելով մեզի հավիտենական կյանք շնորհես։ Որքան զոհություն է ասի դեր, որքան չեն կնար բացատրել, բայց կհավատանք եւ ընդունենք իբր նվեր ատկու բերած բրության համար։ Հոնչի վերջացավ, բայց ու խոստացավ, որ ամեն օր դու մեզի հետ ես։ Մեզի ուտաս առողջություն, մեզ տված ես միտք, եւ մեր միտքը կործածելով եւ կուտված առողջությունը եւ կուտված դաղանները կաշխատենք եւ գովաստենք, որպեսզի մեր ընտանիքներուն հոգ տանի եւ աս բոլորը դեր կշնորհք դեր եւ մեր շահածեն ուզենք բաժին մնալ վերցնել քեզի նվիրել դեր, քանի որ մենք ուզենք երախտաբար դլալ քու դված բոլոր բարիներուտը։ Ընդունիս, մակրես, սրպես և կործածվի աստետագանը քու պակիտ համար, քու տակավորտյան հրաչացման համար և շատ մողիներու բրմուկյան և աս եգեեցին հրաչացման համար։ Աս բոլորը կխնդրենք Տեր Հիսուս քու անոտ քու պակիտ համար։ Ամեն։ Բարելույս բոլորին, Happy Mother's Day, շատ շնորհակալ չեմ կարծես, Happy Mother's Day, մայրեր, մեկ գա որ առաջին անգամ ենք ու կա, որ ուզենք ծանոթանալ այսօր, գիտեք և որ ես կսեմ, որ աչքերս տղարացած է, շատ չեմ դաշնար։ Անցյալ շաբաթ մեկ եկած էր, որ Իրակնորիայի աշակերտ եղած է և պատանյաց եղած է և բոլորը դա գիտեք, ես չիջանցայր բեմեն։ Օրենցավ, որ չուզեր ելնալ, բայց մուժեր եղբայր է եկեր անցյալ շաբաթ և ես չիջանցա աստեղեցո։ Եվ որ գսեմ, որ կպադայի, որ չեմ ճանչնար, հավատացեք կսեմ։ Ես բոլոր շաբաթը կսեմ, աչքես ինչ եղեր է։ Ես եթե մուշերին չեմ ճանչնար, կսել եմ, որ դղաս արկան է, դղայիս ապի չի ճանչնար, հերու ես։ Հիմա է, որ շադոնց է չեք եկած և պետք է ինձ եսեք, որ ես եմ ասեք, բոլոր բարի եք եկած,
Եթե ճիշտ է ձեզի ներող եղեք, բայց որը ուրախ ենք, որ այսօր ներկա է։ Մի քանի հայտարարություններ նամանավանդ մայրերուն համար է այս ասածս։ Պաշտամունքին վերջին աղոտ կլարեն ետք, խնդրեմ, որ ամեն մարդ նստած մնա։ Եվ միայն մայրերը պիտի ուզեմ, որ ամեն մայր ձայք ունի ձերքը։ Ստայեք։ Ձայքներով արջև պիտի կակ, որ մեկա միայն մայրերով նգարվի։ Okay։ Լավ է, Okay։ Մինչ մայրերը կուքան, որ նգարվին, սեղան պիտի տնենք և կեկ տնենք, որպեսի բադվենք մեր մայրերը։ Մանավանդ ատ որ ձայք ունի, կորս պիտի չնե այսու։ Ստագ է։ Եղբայրներ ինչս էլ է ադի։ Եղբայրներ ինչս էլ է, get to work, պաշտամունքեն ետքը, որ սեղան մի տնենք և բավական կեղեցիկ ճող սեղան պիտի։ Կանի որ բոլոր դարին մեր մայրերը, մեր սեղանները կճոխացնեն, այսօրան մեր մայրերուն համար եղբայրներ մենք ճոխացնենք սեղան։ Այդպես չէ, Արտուր ջան։ Այո, ամեն։ Համակումարի համար, հուլիս 18, 19 և 20։ Ամեն մարդ որոշած է, անունները դված են Արմանին։ Արմանը գիտեք ով է, չէ, ես գիտեմ, որ իմ հոն նստած է։ Կինը $190, 4-ն 11 է, 4-ն 13 է, 5-ն 11, 160, 4-ն վար ծրի։ Հիմա ինձի կագսեք, որ ես հոգիով 4 եմ, ծրի եմ։ Okay. Մենք անցյալ շաբաթ աղոտ խնդրեցինք, որ մեր ամերիկյան եկեղեցի հովիվին զոկանչը հիվանդ է, ուրեմն ասոք պարկ պդանք, որ հանգիստ է, ալ ծավչունի դերոջը կով կացած է, և իրենց վագայությունն է, որ ալ հիշողություն, ծավ, բան չունի, կանի որ դերոջը կովն է։ Ասո պարկ պդանք, աս հույսին համար, որ մենք ունին, մեր գյանքը աս աշխարի վրա չի վերջանա։ Մեր ասիկա ասանք երազի պես կանցնի։ Գիտեք ինչու երազի պես, շադերը պստա եմ, որ ատոր մեջ են կանցնի։ Եվ որ ես Ամերիկա եկա 18 տարեկան էի։ Ուր անցավ։ 50 տարի ուր անցավ չեմ գիտեմ։ Երազի պես անցավ։ Ուրեմն հավիտենական կյանքը ավելի երկար է և ավելի հստակ է ինձի համար։ Ասո պարկ ուդանք, որ մեր կյանքերը կերգարացնե, բայց և որ կերգարացնե, իրեն պարքին համար ապրի։ Մենք զավակներ ունենք և մեծան զավակները, և որ ուրախություն գլա, և որ հաջողություն ունենան, որքան ուրախանանք, երևակայեցեք և որ մենք աստծո պարկ ուդանք, աստծո համար կապրենք ասված, որքան ուրախանանք։ Մեր կյանքը թողլա զասված, հաջեցնել և պարավորել և ասված ուրախացնել։ Ամեն։ Ամեն։ Անդրեն երկելու մենք երկելու։ Ովքեր են ուրախ այսօր։ Two hands։ Իսկ մնացածը։
Հուսամ որ բոլորը դե ուրախ եւ ուրախությամբ պաշտենք Տերը։ Գիտեք, ուրախությունը, խաղաղությունը միայն երկու ձեռ ինչ է նշանակում այսպես երկու ձեռքով ուրախ լալ կամ ճիշտ բալանսն է չէ Շպարքի համար այս գեղեցիկ անգլերեն երգը երգենք, որ Հիսուս աշխարհ եկավ եւ մեզի օրինակ եղավ, թե անձնական եւ թե ընտանեկան եւ թե եկեղեցիով ինչպես ապրենք, ինչպես լինենք եւ փառքի համար եւ ինչ էլ այս աշխարհի մեջ անենք, ստեղծենք, ամեն բան պիտի մնա այս աշխարհի վրա, ինչ որ Հիսուսի համար կանենք, դա պիտի մեզ մնա շարունակ հավիտյանս հավիտենից եւ Տերը դրանով մեզ պետք է գովել Հիսուսի Քեզի թող լինի հաճելի բուրմունքներ, ուրախ ենք, որ մենք այսօր քո տանդ մեջ ենք, քո խոսքով լցվելու և քեզի պատիվ և հարգանք միշտ տալու։ Խնդրում եմ Տեր իմ Աստված օգտագործես ինձ այսօր քո Սուրբ Հոգով առաջնորդես այսօրվա խոսքը և իմ եղբայրներիս, քույրերիս հոգևորապես լցնես։ Այս ամենը խնդրում ենք Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ, երևի մեր մայրերը այսօր ամբողջ օրը լսելու եք Happy Mother's Day։ Շնորհավորելով ձեր մայրերի օրը եւ իհարկե պատգամն էլ այսօր պատրաստելու համար թեման լինելու է ինչի մասին։ Հայրերի մասին։ Չէ, մայրերի մասին։ Is there anyone here who has tough time in Armenian? Բոլորը, okay, so անգլերեն հայերենով, խառնելով բանկան շատ բանի։ Տեսնում մեր պատանիներից մեր մեջ եկան, ընդհանրապես այդպես էլ առաջ գնում եմ ես ինձ թարգմանելով Աստծո խոսքը կիսվում։ Բայելու սիրելի հայրեր, ինչպես եք այսօր։ Ձեր դուխը տեղն է։ Բարք Աստծոն, ես կուզեմ մի փոքրիկ մի բան դուք անեք, կուզենամ շուր գաս քո կնոջդ կամ մի մայրի եւ ասես շնորհավոր մայրերի օրը։ Ես չեմ ձեր մայրը, կողքինիդ նայեք եւ ասեք շնորհավորում եմ մայրերի օրը, Happy Mother's Day։ Ինչու համար, ովքեր մի ամիս հետո հայրերի օրն է։ Շնորհավորեք, որ ձեր մեր հերթը որ գա, մամի տետը տենքել իրար։ Բարք Աստծոն։ Ոչ եղբայրը, որ ասեց առաջ կակ մայրեր, մի մտածեք, պատանիները բոլորը գալու են ստեղ, որ չգնանք հետև իրանց վերցնելու համար, իրենց բոլորին բերելու են այստեղ։
Եվ այսպիսով սկսենք այսօրվա խոսքը։ Սկսենք Ծննդոց երկրորդ գլխի 18-րդ համարից. We're going to start with the book of Genesis, when all it started. Genesis chapter 2, verse 18. And the Lord God said, it is not good that man should be alone. I will make him a helper compatible to him. Եվ Տերը ասաց, լավ չի, որ մարդը մենակ լինի, մի օգնական շինեմ նրա համար։ Դա մարդիկ կարող են ասեն ամեն։ Ամեն։ Գնում ենք առաջ, թվում ենք նոր կտակարան, Հովանու 16-րդ գլխի 7-րդ համարը, we're going to go to book of John, chapter 16, verse 7, կարճ համարներ են, այդ կուստել անգլերով թե հայերենով կարտամ. Nevertheless, I tell you the truth, it is not your advantage that I go away. It's Jesus saying, for if I do not go away, the helper will not come to you. But if I depart, I will send him, with a capital H, to you. Սակայն հայերենով օգնական չի ասում, ստեղ խիթարիչ ասում, բայց նայեք. Սակայն ճշմարտությունն եմ ասում ձեզ, ձեր օգտին է, սա Հիսուսն ասում, որ ես գնամ, սա հարություն անորից հետո յա, ինչու գնամ, որ Սուրբ Հոգին, օգնականը, խիթարիչը գա, ես նրան ձեզ պիտի ուղարկեմ, Սուրբ Հոգին ինքնուրույն է գալիս, ինքն է ուղարկելու, և օգնականը մեզի պետք է առավելությունը, որ ինքը Հիսուսը գնա, որ նոր Սուրբ Հոգին գա։ Եփեսացիս 5-րդ գլխի 22-րդ համարը, Ephesians 5:22. This is the chapter about marriage. Այս համարն է, այս գլուխն է ամուսնության համար տղամարդու պատասխանատվություն, կնոջ պատասխանատվություն, ամուսնու հանդեպ, կնոջ հանդեպ։ Եվ հետևյալն է ասում, wives submit to your own husband as to the Lord. Կանայք հնազանդվեցեք ձեր ամուսիններին ինչպես Տիրոջը։ Մի քանի համար հետո որ կարդում ենք, տղամարդկանց է ասում Աստված, տղամարդիկ սիրեք ձեր կանանցը, ինչպես Հիսուսը սիրեց եկեղեցին և իր կյանքը տվեց։ Ուզում եմ ձեզ մի հետաքրքիր մի բան ասեմ, որ իմ սովորելու ժամանակ Աստծո խոսքը հետաքրքիր մի հայտնություն առաջացավ, հասկանալով այդ բառը օգնական։ The word helper, both for the woman that God called to be with the husband, to be for Adam, and the word helper, referring to the Holy Spirit, for Sուրբ Հոգուն օգնական ասում է, եւ օգնական Եվային ասում է, որպես ամուսնուն նույն բառն է։ It is the same root word. Մտածի մի հատ եմ ասում կիրառ։ Աստված նույն բառը օգտագործում է այստեղ Եվայի համար, որ օգնական ամուսնու համար բերում է, որտեղ տեսնելով, որ կարիք ունի. It's not good for him to be alone. Եվ նայում ենք ստեղ նույն բանը ասում է Սուրբ Հոգու համար, օգնական է պետք, հոգևոր դաշտի համար, օգնական է պետք, same exact word. Դա ինչ է նշանակում։ Եփեսացիս գրքի մեջ, in the book of Ephesians, we read that wives are to submit to their husband. Ենթարկվեն ամուսիններին։ Նոր որ կարդացի Հովանու գրքի մեջը, in the book of John, the Holy Spirit submitted, լավս եկստեղ, Սուրբ Հոգին ենթարկված է, submitted to God the Father and God the Son, Jesus Christ.
Սուրբ ոգին ենթարկված է Հայր Աստծուն, եւ որտու ասում չի կարա գա, մինչև որ Հիսուսը ասի կարած գաս։ But is he inferior? He's not inferior. Inferior բառը հայերենով տկար, թույլ, ոնց որ փոքր աղբերը մեծ աղբորը նայում է։ No, դա Սուրբ ոգին չի։ Մենք շատ լավ գիտենք ինչ զորություն կա Սուրբ ոգու մեջ։ Գիտենք, որ Սուրբ ոգին մեր մեջ ինչ զորություն է տալիս։ Գիտենք, որ Սուրբ ոգին մեր վրա ոնց է մեզ օրհնում եւ առաջնորդում։ Համեմատությունն եմ ուզում բերեմ ձեզ այդ հայտնությունը Աստծո խոսքի մեջ, թե ինչպես մեկը մյուսին նմանվում է։ Այստեղ ենթարկություն է խնդրում Աստվածը կնոջ կողմից իր հոր եւ նույն բանը Սուրբ ոգուն, քանի որ նույն բառը helper, օգնական հասնում է համ կնոջը, թե Սուրբ ոգուն։ Ոմանք տղամարդիկ կասեք, որ մենք կարիք ունենք օգնականի։ Լավ։ Ոմանք ասել մի կնոջից երևի ստացա, որ ձերքդ մարսացրու։ No, գիտեք ինչու, սիրելիներ, Աստված այդպես է ցանկացել։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքը, ինչու է ասում կնոջը, որ ենթարկվիր քո ամուսնուն։ Ովքեր Աստված գիտի ինչպես է ստեղծել ամուսինը, Աստված գիտի ինչպես է ստեղծել մարդը, տղամարդը, ովքեր դրա կարիքը ունի, իր պատիվը եւ հարգանքի կարիքը ունի տղամարդը։ Այդպես է կառուցել տղամարդուն։ Ու երբ որ կարդում ենք հետո, որ տղամարդը սիրի իր կնոջը, ինչու համար է Աստված ուզում է այդպես, ինչու համար է այդ խոսքը դրել Աստծո խոսքի մեջ, դրել է, ովքեր նա գիտի ինչպես է նա կառուցել կինը, որ այդ կինը սիրո կարիք ունի։ Ես իմ կյանքիցս հասկանալով, մեր հասկանալու սերը եւ Աստծով հասկացող սերը տարբեր են սիրելիներ։ Մենք շատ անգամ կարծում ենք մենք սիրում ենք մեր կնոջը եւ այո սիրում ենք, բայց այն սերը, որ Սուրբ գրային է, it's unconditional, պայմաններ չկան։ Շատ անգամ մենք մտածում ենք, եթե կինը ենթարկվեց, ես կսիրեմ, այդպեսի բան գրած չկա։ If the wife submits to the husband, then he'll love him, and if vice versa, հակառակն էլ այնպես։ Եթե ինձ սիրի, ես կենթարկվեմ։ No։ Սա Աստծո խոսքն է։ Շատ անգամ սիրելիներ, մենք կարծում ենք, որ անոթից, որ այս համաները խոսքերը գալիս են, այդ անոթին ենք նայում։ Ես որպես քարոզիչ կարող մի խոսք քարոզեմ եւ մեկը վիրավորվի, բայց ես իմ խոսքս չեմ ասում, իմ կարծիքը չեմ փոխածում, այն ինչ որ գրված է. Whatever is written is what I'm forwarding it to you, hopefully to bring you a better revelation. Ավելի հայտնություն մեր կյանքի մեջ լինի։ Հայրը շատ է սիրում իմ մամային ասել, գանայք պետք է ենթարկվեն, բում, ոնց որ շատ չակուչ, տալախ գլխին։ Դե այդպիսի ձևով էլ են պատասխան տան, պինպոնգ է դառնում։ Սիրով եթե չասեցիք, եթե սիրով չմոտեցանք, եթե այն բարձր հայտնությունով, հասկացողությունով։ Գիտեք, Պետրոսի գրքի մեջ համար կա, որ ասում է տղամարդիկ, հնազանդվեք ձեր կանայքի։ Դրա մեջ միտք կա։ Շատ են ոմանք գիտեք, որ տան մեջ գործեր կան, հարցեր կան, որ եթե կնոջը չհանձնես, դու փորձես անել, կքանդես կթողես, ճիշտ է։ Մերը չի, կնոջինն է։ Բայց այսպիսի մի հետաքրքիր համար է այդ Պետրոսի համարը, որ ճիշտ հասկանանք մեկս մյուսին։ Այդ համարի մեջ գրված է տղամարդիկ, անգլերենով ասում է Husbands, submit to your wives in honoring her, for she is the weaker vessel. Հնազանդվեք ձեր կանայքը, պատիվ տալով, քանի որ նա տկար անոթն է։ Չի ասում, որ նա տկար է։ Մեր սիրտ ունի անոթներ, եւ որ սրտի անոթը, որ տկար անում, կարող է վնասի մեզ։ Հիմա հասկանանք այդ խոսքը ինչ է ասում։
Եթե տուն մտար, ուրախ մտար, տուն բան ամեն ինչ լավ է, եւ քո կինը չայնացած է։ Ինչ է եղել ասում ես։ Չայնացած է։ Սկսում է քո վրա չայնանալ, նայում ես, ասում ես, «Էս իմ ամեն օրվա կինը չի, ես ինչ է եղել»։ Հիմա ինքը սկսում է չայնանալ, դու պատասխան տալու ես նույն ձևի։ Այս խոսքն է գալիս մեջ։ No։ Այստեղ է որ, ասում ես լավ, ես իմ նորմալ կինը չի, ինչ է եղել, հարց ես տալիս, առավոտ է հելար և մեքենայիս մեջ բենզին չկար, ու վերջ, գազը չես լծրել, լավ, ներողություն, չի կարաս ես լիգու, մի պատասխանի, եթե կարաս, զսպի, եթե կարաս, հնազանդվի իրան, քանի որ ինքը էմոցիոնալը չայնացած է։ Հետո ժամանակ հետո մի քիչնի այն կինը, որ դու ամուսնացել ես, այն կնոջ հետ, որ դու սիրահարվել ես, այն կնոջ հետ, որ ապրում ես, ետ կվերադառնա։ Դա է այդ խոսքը։ Եթե այդպես չանես, գանեիք ձենդ կտրի երիկա բարձացիր, գնաց։ Համ իրա սիրտը բորբոքվում, համ և այլն։ Դրա համայնչու մայրերի օրով այս համարները ձեզ է կիսում ճիշտ հասկանալը մեկ ես մյուսը։ Շատ անգամ որոշ բաներ հասկանում ենք ուշալին։ Շատ անգամ շուտ հասկանալը կարևոր է, որովհետև Աստված ստեղծել է մեզ իրարու հետ լինելու ճիշտ ձևով։ Հպարտությունը միայն ու միայն կքանդի։ Հպարտությունը միայն դու ճիշտ ես, սաղ սխալ են։ Հպարտությունը կասի ես եմ տան գլուխը, բայց եթե կինը չլինի այդ տան մեջը, քո գլուխը կարող պատեպատ տաս եւ վնասվես։ Դրա համար Աստված ասեց. լավ է որ ես քեզ տալիս եմ կին, որտեղ օգնական է, մեր կարիք կա օգնելու, օգնական ունենալու։ Նույնպես է Սուրբ Հոգին չէր կարագար ենթարկված Հայր Աստծուն և Որդու Աստծուն, բայց երբ որ արձակեց Աստված, նա եկավ։ Հիմա, մի հատ ուզում եմ օրինակ ձեզ բերեմ։ Սուրբ Հոգին կարող համաձայնում ենք, որ աշխարհով մեկ ներկա է։ Ամեն տեղ, ամեն։ Okay. Multitasking ամեն ասում են։ Կարող ամեն բան անի ամեն տեմպով։ Ոմանք գիտեք, որ կանայք են ավելի լավ multitask անող են։ Նույն ձևի մեր քույրերն են այդպես։ Ինչու համար։ Աստված էսպես է ստեղծել։ Կինը կարող է իր երկու ուղերձներն էլ օգտագործի միևնույն ժամանակ։ The woman can use both sides of her brain at the same time։ Մենք տղամարդս, no, մենք կարող օգտագործենք մեկ, երկուսի իրար հետ չի լինում մեր մոտը, բայց կանայք կարող են, դրա համար որ secretary-ներ տեսած կաք, when you see a secretary, մեծամասնությամբ և իմ համար միշտ եղելակին, ես չեմ տեսել տղամարդ օգնակար այդպես, secretary, միշտ կանակ են, միգուցե բացառությունները ստեղ ընդեղ, but it's always woman, why? Secretary at the desk հետևը նստած կա, sitting in the office, հեռախոսը բռնած է, computer դեմանում է և ստեղ մեկը կանգնած է, երեքի միևնույն ժամանակ հանգիստ ձևով օգնում է, yes, absolutely, ես ինչին սենյակ է, մեկ սաղ ամեն ինչ իր հետ միասին նույն ժամանակ կատարում է, կարողանում է, ի վիճակի է, God has given them that ability to be able to multitask. Հիմա տղամարդուն դին է դատորի մեջ է։ Հեռախոսը թող իրական ջնի, կոմպյուտերը թող հաղացնի, հələ թող մեկն էստե կանացնի։ Սպասի չես տեսնում հեռախոսի վրա է։ Մի րոպե ես ես եմ անում, սաղի վրա կգոռա, որովհետև չի կարա, չի տրված իրան։ We do what we do well, they do what they do well։ Ամեն մեկս ճիշտ տեղը, եթե մենք չճանաչենք իրանց ի սուրբ գրային չենք հասկանալ իրար։ Շատ լավ գիրք կար, որ հասկանալ մեկս մյուսի սիրո նշանները, love language, ոմանք կան, որ սիրում են նվերներ, կանայք կան, որ սիրում են գրքեր, կանայք կան, որ սիրում են քաջալերող խոսքեր,
That's շատ love to have these wonderful spiritual love languages. But ultimately, if we don't have the love of God, եթե Աստծո այս սերը չկա, մնացածները իզուր են։ Կարաս նվերներ առնես, կարաս գրկես, կարաս են ամեն ինչ անես, բայց այն unconditional սերը, without that, դադար կա լինի։ It is important for us to know each other biblically. Շատ կարևոր է, որ մեկս մյուսին իմանանք։ Եվ ինչ երավ այսօրով այս աշխարհի մեջ։ Ոմանք ծանոթ եք James Dobson անունը։ James Dobson-ը միգուցե կարելի է որ ասում են գուրու բառն օգտագործում for family matters։ Տարիներով շատ հոյակապ գրքեր, որ Փառք Աստծո մեկին ձեռքս անցավ, ընտանիքի թեմաների վրա երևի լավագույնը։ Եթե ձերքդ գիրքը լեցիգա James Dobson-ի հասնի, մտի Google-ը տես ինչ գրքեր կերի, որ թեման քեզի հաճելի լինի, վերցրու։ You will not be disappointed reading a book from James Dobson. Եվ James Dobson-ը հետաքրքիր բան ասաց։ In the late 60s, 60 թվականների վերջերում շարժը սկսեց the feminist movement, կանացի շարժը։ Ճիշտ է դա։ Այո։ Needed to happen. Why? Women were treated as second-class citizens. Երկրորդ կարգի մարդու նման էին բան։ Տարիներով ստրուկը ստեղ, կանայքը ստեղ։ Տարիներով իրավունք չունի սա անելու, իրավունք չունի այս անելու, իրավունք չունի բանը, որևէ բան այստեղ գրած է այդպիսի։ Եվ դրա պատճառով վերջապես այս շարժը սկսեց։ Եվ կարևոր էր այդ շարժը, պետք էր այդ շարժը, բայց James Dobson ասում է by the mid-70s, he took on a dragon head and divorce rates went out the window. Mid 70-ական թվերին ասում է այնպես այս շարժումը, ոնց որ դրագոնի դեմք ընդունեց, գլուխ վերցրեց եւ ամուսնությունները կործանվել սկսեցին, բաժանումները սկսեցին։ Why? Ինչու մի բան որ ճիշտ էր, ծայրահեղ այնտեղ հասավ։ Ասեմ ձեզ սիրելիներ։ Որտեղ սկսեցին ասել, ես կարամ ամեն բան անեմ, ինչ որ տղամարդն եմ, ես կարամ ամեն բան խոսեմ, ինչ որ տղամարդն է խոսում։ Տղամարդը չի կարող անի նույն բան, որ կինը կարող անի։ Կինը չի կարող անի որոշ բաներ չի անի։ Երբ որ գիրք կարդաս տղամարդիկ մարզից են կանայք Պլուտոից այդպես մի հատ գիրք կա տղամարդ եւ կին, մենք բոլորովին հակառակ ենք կազմված։ Ինչու, երբ որ միանում ես խոսք ասવા, երբ որ գալիս է դառնում ենք մեկ։ When we come together, we become one. But ինչու որ մեկս մյուսին օգնենք։ Եթե կանգնած եմ այստեղ եւ դեմս դաշտ լինի, ես sense կնայեմ, կտեսնեմ գետը հեռու։ I'll see the river all the way there and miss the flowers in front of me. Դեմս դաշտն է չեմ տեսնի, բայց գետը կտեսնեմ։ Կինը կողքս կանգնած կտեսնի այս ծառիկները։ Չի տեսնի գետը։ Why? Because we're built that way. We see there, woman sees here. Հենց հարսանիք եղեք լետ բոլորդ։ Տեսել եք, որ հարս ու պեսավ մտնում է։ Մենք նայում ենք հարս ու պեսավ, որ մտնում է, տեսնում ենք պեսել և միած սպիտակ։ We see the woman in white dress, that's it. Կինը երբ որ նայում է հարսի շորը, տեսնում է հուլումները, տեսնում է գիծը, տեսնում է ես, տեսնում է են, ամեն մի մանրամասը հարսի շորի, շուրա գալիս ես տեսնում ես ինչ գեղեցիկ է հարսի շորի, դու ասում, օհա, բայց մենք մենակ միած սպիտակ տեսանք։ Տարբերությունները ամեն ինչի մեջ, որ նայենք, it's exactly like that։ Դրամա երբ որ միանում ենք, մենք պետք է արժեքը կնոջ հասկանանք։ Ոչ թե թույլ տալ մշակույթը մեզ սովորացնի, եւ հիմա այսօր էլ մշակույթը այնքան ծայրահեղ է եղել, որ մենք պետք է պահենք, որ մեր կանայքը, մեր երեխաները չմշակույթի չենթարկվեն։ Որտեղ մշակույթը հեշտությամբ կարատանի եւ կործանի եւ տարբեր մտածելակերպ, a different mentality can arise։ Դժվար է, որտեղ նայում ենք, երբ որ այս շարժումը սկսեց, ինչ ռեկլամներ, all kinds of commercials, կինոմեխանիկա։ Ես մեխանիկի կարա լինի, չեմ ասում չկա, բայց մեխանիկա, տղամարդը դոդոշա, կինը խելացի է։ Ինչ ռեկլամներ ասես սկսեցին չելելներ։
Տարբեր տեսակ, all kinds of commercials about belittling men and lifting up women. Ու շարունակվեց to a point, որ այսօրով նույնիսկ չեն ամուսնանում իրար։ Իրար հետ ապրում են, իրար հետ երեխաներ են ունենում, հայտնի ֆուտբոլիստներ, հայտնի մարդիկ նույնպես ապրում են, օրինակ են դառնում։ Խոսում ես իրանց հետ ավելի, դա մարդիկ արդեն վախեցել են ամուսնանալու, որովհետև ասում աշխատելու եմ ամուսնանալու, փողս կեսը վեկալյա գնալու է։ Ինչ ահավոր վիճակ է մշակույթի մեջ դարձել, որ այն, որ Աստված է ստեղծել, այսօր ավիրվում է միությունը, սրբությունը։ Եթե մեկ տղամարդս արժեք չհասկանան կնոջ, գետ։ Կարևոր է սիրելիներ, որ մեկս մյուսին ճիշտ ձևով հասկանանք։ If we don't value woman in our home or in our church, եթե մենք արժեքը կնոջ թե մեր տան մեջ, թե եկեղեցու մեջ, we miss out. Մենք ենք կորցնում։ We miss out. The Bible is full of biblical heroes that are women. Աստվածաշունչը հերոսներով լիքն է, որ կանայք են։ Մեկ առ մեկ հանուններ ու անուններ ձեզ կտան։ Խոնարհությամբ լցված, բայց not inferior, տկար չեն, զորավոր գործեր են արել քույրերը, եւ այսօր էլ մեր տան մեջ կան քույրեր, որ մեծ ծառայություններ անում, եւ երբեք, գիտեք, բեմ ենք մենք ստեղծել մարդկային. We've created this pulpit. Pulpits are everywhere. Այս բեմերը ամենտեղ են սիրելիներ։ Բեմ ունենք հետևը, կիրակնորյան, բեմ ունենք երեքշաբթի օրը, քույրերի, բեմ ունենք Zoom-ով. These are all preaching pulpits. Շատ անգամ մենք սրբացնում ենք բեմը։ Ոնց որ 5 կտակարանը լինի, հանկարծ դե չկայլես, զգուշ եսպես չլինես։ Պետք է ճանաչենք մեր պարգևները Աստծո կողմից տրված։ Ունենք ավետարանչուհիներ, ունենք մարգարեներ, but we don't recognize them a lot of times. Ու շատ անգամ հայ պատանիներ թողում գնում են ամերիկյան եկեղեցիներ, որտեղ այնտեղ ազատ խոսում են։ Շատ անգամ ծայրահեղ բան կարա լինի։ Բայց երբ որ ճանաչում ես քո պարգևը, ճանաչում ես քո տեղը եւ թե տղամարդը, թե կինը, it is a beautiful thing. Գեղեցիկ ձևով ամեն ինչը իր տեղն է գալիս։ Ես համարների մեջ որ նայում եմ, Դեբորան մի անձ, որ հոյակապ օրինակ է։ 5 կտակարանի մարգարեուհի, նոր կտակարանի մեջ մենք ունենք Աննան, որպես մարգարեուհի, բայց նայ Դեբորային, նա դատավոր էր։ Եվ բոլորը գիտեին Դեբորան մարգարեուհին որտեղ է, նա ծառի տակ էր նստում։ Իր օֆիսը ընդեր էր, her office was under a palm tree։ Եվ մարդիկ գնում էին իրեն։ Եվ խնդիր էր առաջացել Իսրայելում, պատերազմ պետք է լիներ, եւ Բարակ անունով մարգարե վազում է Դեբորային, որ Դեբորա մեզ առաջնորդի։ A male prophet goes to Deborah for her to lead. Բայց նաեւ Դեբորայի շատերը չեն խոսում այս մանրուկը, որը Դեբորայի խոնարհություն եւ իր գերեզգությունն է։ Ասում է վստահ ես, are you sure you want a woman to lead you? Վստահ ես, որ կինը առաջնորդի, ինչու ընդունված չէր։ Բայց մենք շատ անգամ ուզում ենք Աստծուն ասենք, ուսենց է, բայց Աստված միշտ բացառություններ ունի ու միշտ մեզ ամոթի տեղ է դնում, որ մենք մեր կարծիքը չստեղծենք, թե Աստված ով է։ Ու վերցնում ենք նույնիսկ Աստվածաշունչը մեզ ինչպես որ հարմար է, որը որ ուզում ենք լսենք, այդպես են դնում ենք ու այդպես են անում ենք։ Դեբորան պատասխանում, are you sure? Վստահ ես, որ ուզում ես կինը առաջնորդի։ Պատասխանն է, եթե դու չառաջնորդես, մենք չենք գնա։ If you don't lead us, we won't go.
Եվ Դեբորան ասում է իմացի, որ ամբողջ աշխարհը կիմանա, որ կինը առաջնորդեց։ Լավ ես, գնացիկ ու հաղթեց։ Աստված տվեց թշնամիներին իրենց ոտքին։ Եվ Դեբորան առաջնորդեց մարգարեյուհի Աստծո առաջնորդ կինը։ Դժբախտաբար այսօր ես տեսել եմ շատ ամերիկյան եկեղեցիում մի հարյակ Դեբորաներ կան։ Չափ սահմանը կորցրած ամեն մեկը ուզում է մարգարեյու դառնա, ամեն մեկը ուզում է մարգարե դառնա, բայց Աստծո կողմից չի կանչված։ Ես իմանալով ես ով եմ, միշտ Աստծուն խնդրում եմ նույնիսկ երբ առաջարկությունը եղավ այստեղ հովիվ լինելու, ես Տիրոջից առաջինը ստանալու, Տիրոջից առաջինը անելու, նախքան որևէ մեկին այո ասելու։ Տեր դու ինձ ուզում ես ստեղ։ I had to confirm, I had to be 100% sure that I am here because God wants me to be here. Ոչ թե որ հոգեբարձությունը կամ ժողովուրդը սիրում է ներսեսին, թե չի սիրում, համաձայնը թե համաձայն չի, իրենց սրտների մեջը Տերը կշարժվի, թե Աստված ինձ չի կանչել, ես այստեղ չեմ կանգնի։ It doesn't matter what anybody thinks, it's what he thinks. Որտեղ եթե ինքը մեջն է, then I can move forward. Սիրելիներ, թե Մարիամը, թե Մագդալենացին, թե Մարիամը Հիսուսի մայրը, թե Ֆիլիպի 3 աղջիկները, the Bible is full of amazing women just like you. Ինչպես էլ դուք Աստվածաշնչի մեջ լիա զորավոր քույրեր, աղոթող քույրեր, մարգարեացող քույրեր, ավետարանի չքարոզող քույրեր։ Հիշում եք Ռուզանա քրոջը Բրազիլիայից, ավետարանչուհի Տիրոջից կա, ինչ մութ տեղեր է այդ քույրը մտնում եւ ավետարանը քարոզում։ Ինչ մութ տեղեր, որ տղամարդիկ չեն, ոստիկանները չեն մտնում, բայց ինքը մտնում Աստծո ուծությունը իր վրա։ Ոնց է քրոջը չասես դու դեմ չունես։ How can we say she can't preach or she can't? She's amazing. Եվ այդպես է սիրել մենք ունենք, դրա համար կարևոր է, որ մենք պատիվ տանք, կարևոր է, որ մենք հասկանանք Տիրոջ կանչը մեր կյանքի մեջ, կարևոր է խոսքը սերտել, նայում եք, ուշադրություն դարձնում եք այս գրատախտակի վրա, դա գրած է, սերտողության ժամերը, լուրերը, ում համար աղոթենք։ Ես զանգը ստացա, մեսեջը ստացա, որ մեր եղբայրներից մեկը լավ չի, մեր վարուժ եղբայրը հիվանդանոցում է։ Զանգեցի, խոսեցի հետը, աղոթեցի հետը, բաչի եղբայրը խոսել է իր հետ։ Եկեղեցի ենք մեր եղբոր համար։ Աղոթենք իրեն համար, շարունակենք աղոթելը, ճանաչենք այդ անունները, ովքեր մոտեցեք, նայեք այդտեղ։ Մենք կարիք չենք ունենա, կարիք չունենք այստեղից լուրեր բաժանելու ձեզի։ It's right there, all the news. We don't have to say this every Sunday. Կարիք չունենք։ Automatically դրած է։ Ինչու համար, որ իմանամ մեր ամեն մի քրոջ ցավերը։ Հաճելի է ուրախ եմ տեսնում Մանուշակ քրոջը այսօր մեր մեջ նստած։ Ցավերն էլ տեսնում եմ, ասես բռնում է ցավերի մեջ, մեջքը ցավում է իր հետ։ Ասած ես մի բան, ձեռքեր դրեք, ոչ թե միայն ես, ձեռքեր դրեք իր մեջքի վրա մի քանի քույրերով, հավաքում 2-3 քույր, այդակ եւ աղոթենք դոս մեջքի ցավը հեռանա Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ունենք թանկարժեք Աստծո կողմից տված պարգևներ։ Եվ այսքանը ասելով սիրելիներ, ուզում եմ ես հիմա ասել ձեզ բոլորիդ Happy Mother's Day։ Շնորհավորում եմ բոլոր երկար մայրիկների, ապագա մայրիկների, որ ցանկություն ունեն մայր լինելու ապագայում, Տերը օրհնի ձեզ, պահի ձեզ, զորացնի ձեզ, այն իմաստությունը, որ տվել ընտանիքը պահելու, կիրակուրները, որ պատրաստել եք, չնայած ես շատ եմ սիրում խոհանոցը, լավ էլ ճաշել եք ունում։ Իրար բարձրացնենք միշտ, իրար պահենք միշտ,
հպարտությունը ջնջեք ձեր կյանքի մեջից։ Դա միայն ու միայն կբաժանի, բայց ամեն բան Տիրոջով միություն ունի, սեր ունի, հույս ունի։ Ամեն, ամեն։ Հիմա ես ուզում եմ բոլորիդ հրավիրեմ, ավելի շուտ կան մայրերի։ Վերջին երկը անենք ներողություն առաջ տրայզնից, օգնական պետք է, որ կողքից վերջի երկով, հետո հրավիրենք բոլոր մամաներին առաջին։ Բոլորս էլ ունենք մեր պատասխանատվությունը, լինես տղամարդ, թե լինես կին, և եթե ուզում ես իմանաս ճիշտ պարվելու ձևը, պետք է կարդաս Աստվածաշունչը և Աստծո կողմից ստանաս այն ինչ որ պետք է անես և առաջինը հնազանդվես Աստծուն և իր խոսքին և անես քո բաժինդ, անկախ նրանից դիմացինդ անում է թե ոչ և Տերը քեզ պիտի օրհնի։ Եվ այս երգը վերջի որ պետք է երգենք ու տանդ մեջ և քո սրտի մեջ պետք ունես դու Հիսուսի, ինչ օրհնյալ է ապրի կյանքը Հիսուսով մեր տան մեջ և մեր սրտի մեջ, ամեն։ Աստված օրհնի մեզ և պահի մեզ։ Աստված պայծառեցնի իր երես մեր վրա և ողորմի մեզ։ Աստված բարձրացնի իր երեսը մեր բոլորիս վրա և իր խաղաղությունը տեղի ունենա մեր ամեն մեկի մտքի և սրտի մեջ։ Տեր օրհնի ձեզ բոլորին։ Եվ հիմա սեր մայրեր կարող եք բոլոր նստեք։ Եվ մինչ սեղանը գտնեք, պիտի խնդրեմ, որ մայրերը, որոնք որ ձայգ ունին, դարիներ առաջ 17 տարեկան աղջիկ մի եկավ, ես ձայգները կպաժնեի, սա ես աղուզեմ, ասի դու մամա ես, սա մամա չեմ, բայց մամացու եմ, մամացուներում չեն կսեմ, որոնք որ մամա են, ձայգ ունին, արջեր պիտի կան, Μην ξεραν ως το ψάρι.
Տեսնակ որքան Պերուշան եմ։ Tell everyone what to say. Where is my phone? Իչարաչ կտրացավ, իներ հնազանք եղեք, մայրեր հնազանք եղեք, զայքները արել ոս եղեք, I brought something from the sacrifice. որ մայրեր, զայքները արել ոս եղեք, որ նգարվի, You sit, do not come. Do not come. բոլոր մայրերը, որ զայ ունեն, դիխնդրեմ, որ պեմ կան, Ani, Ellen, Dedek bir. Ne kameramenler, yazıbenler, meştebenler. Saco. Misha. Daddy's got the One second, pay attention. Okay, Biden, stand by. I don't think that. I don't think that. How you pocket me? Time this is my Nickel. Okay, look over here, mothers. 1, 2, 3. Look here, and then look here.
Մնացեք այդտեղ, սիրելիներ, երեխեքի մասին մի մտածեք, թող երգեն ինչ ուզում են ասել, եկեք բոլորովս ոտքի կանգնենք, ուզում եմ բոլորը ձեր ձեռքերը սենց իրանց վրա պահեք, եկեք բոլորով և օրհնելու ենք մեր մայրերին, ամեն, ամեն, փառք ենք տալիս Տեր, մեր զորավոր Հայր, շնորհակալ ենք մեր մայրերի համար, շնորհակալ ենք ես ներկայություն ես տան մեջ և քո տան մեջ Տերի փրկիչ, օգտագործես իրենց զորավոր ձևով Տերի փրկիչս, օգտագործես իրենց թե քո տան մեջ, թե իրենց տան մեջ, և շնորհակալ ենք Տեր, որ դու տվել ես մեզ այս օգնականները, որ նման են ինչպես Սուրբ Հոգին, որ առաջնորդեն, քո տանդ մեջը ծառայեն, ինչպես որ Աննան, որ 82 տարի ծառայեց քո տանդ մեջ, եթե մեկը փնտրում էր Աննային, կգտներ իրեն Աստծո տաճարի մեջ, օրհնում ենք առատապես մեր ամեն մի մայրերին և հռչակում ենք իրենց կյանքի մեջ օգնություն և օրհնություն, ամեն և ամեն։
Thank you.